Ամբողջ դպրոցով մեկ մանկավարժի դեմ ծնողներն ու աշակերտները երեք ուղիղ եթերում տարբեր կողմերից շրջափակելով պատմության ուսուցչին նրա հասցեին մեղադրանքների, կոպիտ արտահայտությունների ու վիրավորանքների այնպիսի տեղատարապ սկսեցին, որ կինը չկարողացավ արցունքները զսպել։ Աղմկահարույց միջադեպից մեկ օր անց միայն կրթության նախարարությունը խախտեց լրությունը, տեղեկացնելով, որ որոշել են տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին հեռացնել աշխատանքից։ Դատապարտելով տեղի ունեցածը գերատեսչությունն արձանագրում է, ուսուցչի նկատմամբ անթույլատրելի վերաբերմունք է դրսևորվել։ Միշտ երեխաների հանդեպ սերը ինձ բերել է դպրոց։ Ես ոչ երեխա եմ խփում, ոչ երեխա եմ վիրավորում։ Ուղիղ եթերում վիրավորում էին շրջափակված Ռոզա Դավթյանին, նրան ինչի մեջ ասես չմեղադրելով։ Վարկը վատն է, դասապրոցեսը ճիշտ չի իրականացնում, դասի ժամանակ ծամոն է ծամում, երաժշտություն է միացնում եւ այսպես շարունակ։ 57-ամյա մանկավարժը համառորեն հերքում էր պնդումները։ Մյուս կողմերից սակայն շարունակվում էին բղավոցները։ Հիգենիկ նշանակություն իմ կոկորդը ցավում է։ Գիտեք ինչ, գնացեք, ես հոգեկան չեմ, բայց ձեզ այ հենց հիմա դուք հոգեկան եք։ Քիչ անց միանում են նաև աշակերտները, փողոցային բառապաշար օգտագործելով, արայից մինչև հորս արև։ Չափահասները ոչ միայն չեն սաստում, այլև ձայնակցում են։ Հորս արև ասել ես ասում Եթե ինքը սուտ խոս, հələ մի րոպե։ Եթե ինքը սուտ խոսածող, սուս մնացեք։ Եթե ինքը ստող դասատու չլներ, նոր չեր ասի, լավ եմ անում, բայց ես բան չեմ ասել։ Դպրոցի ղեկավարությունը, ուսուցիչները, աշակերտներն ու ծնողները պահանջում են, որ 57-ամյա Ռոզա Դավթյանն այլևս չդասավանդի այս դպրոցում, պնդելով, թե նրա հետ աշխատել չեն կարողանում։ Ինքը դեկտեմբերից այստեղ աշխատանքի անցած ուսուցիչը իր հասցեին մեղադրանքները զրպարտություն է համարում։ Դպրոցից ուղիղ հեռարձակումն ավարտվում է, քիչ անց սոցցանցերը հեղեղվում են վրդովված մարդկանց գրառումներով, քննադատում են ուսուցչի հանդեպ այսպիսի պահվածքը։ 57-ամյա Ռոզա Դավթյանը կատարվածից հետո այսօր չէր կարողացել դասի գնալ, սիրտ չուներ։ Արմավիրում մենակ ապրող կինը դեռ ուշքի չի եկել կատարվածից։ Ես ասեմ, ես բնույթով շատ խելոք եմ։ Ես բնույթով աշխատասեր, հանդուրժող խելոք ուսուցչուհի եմ եղել։ Նեղ սրտած կինը պատմում է, իր հանդեպ վատ տրամադրվածություն զգացել է դեկտեմբերից, երբ նոր էր մրցույթն անցնելով աշխատանքի անցել։ Կարծում է այս ամենի պատճառն այն է, որ ինքը դրսից է նոր մարդ, իսկ իր հաստիքում դպրոցում այլ մարդու էին ցանկանում տեսնել։ Գյուղական շատ դպրոցներ ընտանեկան կապալ է կամ բարեկամական կապալ է։ Ամեն մեկից ծանոթ բարեկամի սովորեցնում է, երեխային էլ սովորեցնում է գալ սա ասել։ Չնայած դպրոցում իրեն սվիններով են ընդունում, Դավթյանը նահանջել չի պատրաստվում, ասում է՝ կհանդուրժեմ։ Դպրոցի տնօրենի պաշտոնակատարը, որին հեռացնելու որոշում է կայացվել, մեր հարցերին չպատասխանեց, նրա տեղակալն ասաց, թե լավ չի զգում իրեն։ Դպրոցում աշխատող մանկավարժներին մեկ հիմնական հարց ունեինք։ Զղջում եք, ցավ ապրում եք, որտեղ Իսկ ինչի համար պետք է զղջամ։ Դպրոցի ներքին կանոնակարգը բազմիցս խախտել է նա, աշխատանքային, այսինքն իր կոլեկտկաների հետ, շատ սխալ ձևով, այսինքն աշխատանքային կարգ ու կանոն է նա խախտել։ Ես չեմ արդարացնում երեխաների պահվածքը, ուղղակի այն որ ասում է երեխային չգիտեմ, կամերան իրանց տված է հեռուստացույցով ցույց են տալու իրանց տեսախցիկները տեսան, ոգևորվեցին։ Փոխտնօրեն Անուշ Ասատրյանն էլ պնդում է, թե կոլեգաները Դավթյանի հետ խնդիրներ չունեն։ Վաղը Դավթյանը դասի կգնա, թե ոչ, առայժմ չի կողմնորոշվել։ Մինչ այդ իրեն փնովող երեխաների գրավորները տանը կստուգի։ Իսկ ուսուցչին անհարգալից վերաբերմունք ցույց տված երեխաները տանը գոնե 1-2 կոշտ խոսք մեծերից լսել են, հայտնի չէ։ Ամեն դեպքում նրանցից մեկն այսօր տեսախցիկի առջև գլխի կոր, դեմքը փակելով էր անցնում։